Բարև ձեզ, հարցերս հնչեցնեմ, դուք որոշեք, որը գործը չկպատասխանի։ Նախ ուզում եմ անդրադառնանք երեք հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն են հեռախոսազրույց ունեցել եւ ակնհայտ է նաեւ տարածաշրջանում լարվածությունը, նաեւ Իրան-Ադրբեջան այս միջադեպերը, որ գրանցվեցին։ Ես կուզեի դուք ասեիք նախ ինչ կերպ կարող է սա անդրադառնալ Հայաստանի ինչ ռիսկեր է սա ստեղծում Հայաստանի շուրջ, եթե իհարկե այդպիսի ռիսկեր կանխատեսվում են եւ Հայաստանը ինչ է անում այդ ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ եւ նաեւ ուզում եի հարցնել ընդհանուր ծրագրերից, որ Հայաստան, Ադրբեջան եւ Ամերիկան միասին ունեն։ Ի վերջո այս պահպանվող լարվածությունը եւ դեռ չերևացող հանգուցալուծումը որևէ կերպ կարող են ազդել այդ ծրագրերի պրոցեսի դանդաղեցման կամ գուցե ինչ որ խոչընդոտներ հարուցեն այդ առումով եւ ուզում եմ նաեւ անդրադառնանք հարցումներին, որ քիչ առաջ հայտնի դարձավ միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցումներով քաղաքացիական պայմանագիրը ըստ էության առաջատար էր այդ հարցումներով խորհրդարանական ընտրությունների հնարավոր պատկերի արտացոլման առումով ես ուզում եմ հարցնել ամեն դեպքում այնտեղ սահմանադրական մեծամասնության առումով կարծես թե չի լինելու սահմանադրական մեծամասնություն չի ստանալու եթե այլ կերպ են 29% չէ ես ճիշտ եմ հա 29% էր Լավ, հարցս հնչեցնեմ, դուք արձագանքեք, պարոն Եղոյան, ինչպես եք պատկերացնում այս դեպքում հետագայում արդեն աշխատանքը, եթե իսկապես այնպես ստացվի, որ չունենաք սահմանադրական մեծամասնություն։ Ես պատասխանեմ մի քանի հարցի, չնայած դուք ոնց որ թե բոլոր լրագրողների հարցերը մենակով տվեցիք, չէ՞։ Շատ լավ։ Այո։ Տեսեք, կապված ռիսկերի հետ եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ դուք նաեւ վստահաբար հետեւում եք պաշտոնական տեղեկատվությանը, երեք նաեւ անվտանգության խորհրդի նիստ է եղել եւ ազգային ժողովից էլ նաեւ մեր գործընկերներն ազգային ժողովի նախագահ պարոն Սիմոնյանը, պարոն Կոնջարյանը խմբակցության ղեկավարը եւս մասնակցել են եւ այդտեղ բոլոր ձեր նշած ռիսկերը եւ հարցերը հասցեագրվել են ըստ էության եւ ուրեմն մենք հետևում ենք իրավիճակին բնականաբար եւ մեր սահմանին տեղի ունեցող բոլոր իրավիճակների վերաբերող ուրեմն վերաբերելի ռիսկերը հասցեագրվում են համապատասխան մարմիններում սրա մասին կարծում եմ լրացուցիչ տեղեկատվություն արդեն կհաղորդեն հաջորդ անվտանգության խորհրդի նիստերից հետո կամ համապատասխան մարմինները, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ծրագրերի հետ կապված էլի շատ կարևոր է ձեր հարցը, որովհետև ես տեսա նաև մամուլում նման մտավախություններ եւ մեկնաբանություններ կային։ Մենք առաջ ենք շարժվում այն փաստաթղթերով, այն պայմանավորվածություններով, որը որ կա եւ այս պահին որևէ ռիսկ չկա կապված Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Եվ շատ կարճ մի նախադասությամբ էլ հարցումների մասին եւ խոսքը փոխանցեմ իմ գործընկերոջը, բոլոր հարցումներին հետևում ենք, մեզ համար քիչ թե շատ կանխատեսելի են այդ հարցումների պատկերը, բայց հարցումների իսկությունը եւ վերջնական արդյունքները մենք բոլորս միասին կտեսնենք հունիսի 8-ի առավոտյան։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, պարոն Եղոյան։ Շնորհակալություն Արգելի գործընկերներ, դուք խոսեցիք ռիսկերի մասին, բայց մինչև ռիսկերի մասին խոսելը, եթե մենք ուզում ենք լինել օբյեկտիվ եւ եթե ուզում ենք իսկապես հասկանալ թե ինչ է կատարվում, մենք պետք է նաեւ գնահատենք այն խաղաղությունը, որ այսօր կա Հայաստանում։ Դուք հիմա կենտրոնանում եք ինչ որ ենթադրյալ ռիսկի վրա, իսկ արդյոք դուք տեսնում եք, որ այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանը ինչ որ առումով խաղաղության կղզյակ է եւ մեր բալանսավորված հարաբերությունները մեր հարևանների հետ մեծապես նպաստել են դրան։ Եկեք սա գնահատենք որպես ելակետ, եթե մենք ուզում ենք ինքներս մեզ հետ անկեղծ լինել եւ ոչ թե ուղղակի այսպես գիտեք անհանգստացնենք մարդկանց, այլ տեղեկություն փոխանցենք մարդկանց, նախ գնահատենք, որ մենք ունենք խաղաղություն եւ փաստորեն մեր հաշվարկները, մեր քայլերը, մեր բոլոր ուրեմն այն հարաբերությունները, որ մենք հաստատել ենք բոլոր կողմերի հետ, սկսած ԱՄՆ-ից, վերջացած Ռուսաստան, վերջացած տարածաշրջանի երկրներ, բոլոր այն հաշվարկները, որ մենք արել ենք, պայմանավորվածությունները, որ մենք ձեռք ենք բերել, մինչ այս պահը ցույց են տալիս, որ հնարավոր դասավորվածության մեջ Հայաստանի համար ապահովում են
լավագույն հնարավոր արդյունքը այս պահի դրությամբ։ Սա ուղղակի ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք գնահատենք։ Ինչ վերաբերում է հարցումներին, մենք այո ճիշտ եք, այդ հարցումներով քաղաքացիական պայմանագիրը ունենում է մեծամասնություն եւ նույնիսկ ավելին քան պարզ մեծամասնություն, այո, ավելին քան պարզ մեծամասնություն, որովհետեւ այնտեղ կա 3-5-ի հարց եւ 2/3-ի հարց, որոնք տարբեր թվեր են, հա, կա 50% պլյուս 1, կա 3/5 ձայն եւ կա 2/3 ձայն, 3 տեսակի մեծամասնություն է լինում դրա մասին է խոսքը, բայց մենք հələ քարոզարշավը դեռ չի սկսվել, մենք դեռ մեր ամբողջ ասելիքը չենք ասել, կարծում եմ դա շատ լավ գնահատական է, այն թվերը, որ երեք հրապարակվեցին, թե այսօր դրանք շատ լավ գնահատական են եւ այստեղ էլ ես խնդրում եմ դուք ոչ թե դուք ասում եք բա ուրա սահմանադրական մեծամասնությունը, կարծես սահմանադրական մեծամասնությունը այնտեղ այսպես պիտի պատրաստի դրած լինի կամ մենք ասել ենք որ այնտեղ պատրաստի դրած է եւ դուք էլ հիմա մեզ հանդիմանում եք։ Մի հատ եկեք նկատենք, որ բազմաթիվ ուժեր եւ բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ լրագրողներ ասում էին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշը ընկել է, շատ ցածր է, նույնիսկ չգիտեմ իշխանություն ձևավորելու հետ կապված կարող են խնդիր ունենան եւ այլ, Գյումրի 2 սցենարից էին ինչ որ խոսում եւ այլն, մի հատ սա գնահատենք։ Էլի ասեք ձեր հարցը, բայց մի հատ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել, դրա վրա կառուցենք մեր հետագա հարցը։ Ոչ թե մոռանանք մեր նախորդ քննադատությունը եւ անցանկամից անցնենք երկրորդ քննադատությանը։ Շնորհակալություն։ Մի կարճ հարց էր, քանի որ կարծես թե կհասցնենք։ Պարոն Եղոյան, այսինքն դուք կարծում եք, որ քարոզարշավի փուլով արդեն դուք կկարողանաք լուծել նաև սահմանադրական մեծամասնության հարցը, ես ճիշտ հասկացա։ Կարծում եմ, որ մենք հիմա էլ այդ հարցը արդեն իսկ լուծել ենք, ուղղակի հարցումները, գիտեք, դրանք մոտավոր հարցումներ են, իրենք ցույց են տալիս տրամադրություն, հարցումը ամեն դեպքում միշտ տարբերվում է ընտրության արդյունքներից ձայնի կամ 1%-ի կամ 2%-ի ճշտությամբ չի կարող արտահայտել, մենք գնում ենք այո սահմանադրական մեծամասնության, որովհետև մեր պետության արչև բացված հեռանկարները իրականացնելը պահանջում է մեր քաղաքացիների ամուր քվեն եւ մենք հայցելու ենք այդ ամուր քվեն, որպեսզի հնարավորություն ունենանք պաշտպանել խաղաղությունը, որը արդեն իսկ մենք հաստատել ենք այն ամուր քվեով, որը մեզ քաղաքացիները տվեցին 21 թվականին, մենք արդարացրեցինք այդ քվեն, մենք կառավարության մեծագույն պարտականությունը այսօր կարող ենք ֆիքսել, որ կատարված է, խաղաղությունը հաստատված է եւ այն անդառնալի դարձնելու համար մեզ պետք կլինի այո քաղաքացիների ամուր եւ աներկբա քվեն, այն է սահմանադրական մեծամասնություն, այն է ազգային ժողովի տեղերի 2/3-ը։ Շնորհակալություն։ Նյուզեյ Ես